Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Հունիս 4-ին տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 21-րդ նիստը, ինքնության վերադարձի ջամփուն վրա։ Մատվիենկոն պիտի այցելե Ծիծեռնագապերտ եւ Մայր Հայաստան հուշահամալիր։ Սերգեյ Վարդանյան, համշենակիտության նվիրյալը։ Հուսո դան մեջ հույսի եւ ուրախության դոն արցախցի մանուկներու համար։ Քեղարդ հիմնադրամը փողոք ներկայացուցած է Դոմսկի pedagogan համալսարանին հագահայկական հրաբարակումներու համար։ Հայաստան համահայկական հիմնադրամը եղած է ծնած եմ Արցախ կրթական ծրագրի աչագից։ Վերջին սահմանը հոգևոր դիմադրություն։ Հունիս 4-ին տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 21-րդ հերթական նիստը։ Նիստը բարեց ազգային ժողովի նախագահ Նելի Հարությունյան։ Քննարկումներու օրագարկին մեջ ընդգրկված էին շարք կարևոր հարցեր, առնչված արտաքին նախաձեռնություններուն եւ ներքին օրենսդրական գործընթացներուն։ Նիստին առաջին հարցը վերաբերած է մայիս 26-28 Զվիցերիո մեջ մեկնարկած միջազգային համաժողովին, նվիրված Արցախի հայկական ժառանգության պահպանման եւ վերադարձի իրավունքին։ Նշվեցավ, որ 19 կանտոնները փակացած պատվիրակությունը արդեն սկսած է իր աշխատանքը։ Ազգային ժողովը միացայն աջակցեցավ այս նախաձեռնության նախագահ Արմենակ Աբրահամյանի գլխավորությամբ։ Նշվեցավ նաև, որ արցախցիներն ու շուշեցիները արդեն լիազորած են Արցախի հարցերով հանձնաժողովի նախագահ ընտրված Աշոտ Հարությունյանի գլխավորությամբ Արմենակ Աբրահամյանը ներկայացնելու իրենց իրավունքները Զվիցերիո մեջ եւ ցանկացած իրավական մարմնի դիմաց։ Օրագարկի երկրորդ բաժնով պատգամավորներուն հանձնվեցան անհրաժեշտ փաստաթուղթեր։ Երրորդ հարցը վերաբերած է Արևելյան Հայաստանի գոմե առաջարկված Բարդատիր զինվորական ծառայության շեմը 27-ին 32 տարի բարձրացնելու նախագծին։ Արևմտյան Հայաստանի ազգային ժողովը մերժեց այս առաջարկը առանց պաշտոնապես քննարկելու։ Պատգամավորները հայտնեցին, որ զինվորական ծառայությունը պետք է դիտվի որպես վարձատրվող աշխատանք, մասնակցված բանակ մստեղծելու եւ երիտասարդներուն արժանապատիվ ծառայության ու աշխատանքային հնարավորություններ ապահովելու համար։ Նիստի ավարտին նախագահ Նելի Հարությունյան ամփոփեց քննարկումները, ընդգծելով նախաձեռնություններուն կարևորությունը եւ ազգային ժողովի լիակատար աջակցությունը Արցախի հարցը միջազգային մակարդակի վրա բարձրացնելու գործին։ Դիկրան Ճանտոյան գկրե Հունիս 3-ին Չարենցավանի Սուրբ Բրգիչ եկեղեցվո մեջ մգրդվեցավ մեր հայրենագից Կարոտ Սասունյանը, ով երկար տարիներ բռնած է հայ ինքնության վերադարձի ուղին։ Ան գաբրի դիկրանագերդի մեջ եւ գսպաղի լուսանկարչությամբ։ Դարիներ շարունակ ուսումնասիրած է Սասունի հայկական եկեղեցիներն ու հուշարձանները լուսանկարելով եւ փաստագրելով զանոնք, նպատակ ունենալով գիրք հրատարակել։ Վաղուց ուզած էի մգրդվել, բայց քյուղիս եկեղեցին փլած է։ Ահա թե ինչու որոշեցի մգրդվել Հայաստանի մեջ կհայտնի ան։ Մաղթենք, որ Կարոտ Սասունյանի այս գիտագից քայլը հույս եւ լույս սփռե մեր մյուս ազգագիցներուն սրդերուն մեջ ինքնության վերադառնալու արժանապատիվ ուղիով։ Հունիս 5-ին Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն այցելեց Ծիծեռնագապերտի հուշահամալիր հարկանքի դուրք մատուցելու 100 թեմ իրականացված ցեղասպանության զոհերու հիշադակին։ Այս այցելությունը կարևոր ուղերձ մնե միջազգային մակարդակով ցեղասպանության ճանաչման եւ պատմական արդարության ընդգծման տեսանկյունեն։ Համշեներենի եւ մշակույթի նվիրյալ հետազոտող Սերգեյ Վարդանյան, ով դասնամյակներ շարունակ ուսումնասիրած էր համշենահայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը, մահացած է քաղցկեղի երկարադեպ հիվանդութենեն ետք։ Սերգեյ Վարդանյան համշեներենի ուսումնասիրության մեջ մեծ ներդրում ունեցած է։ Ան հիմնած էր ցայն համշենական ամսաթերթը եւ մեծ նվիրումով հրատարակած էր զայն։ Իր հետազոտությունները ընդգրկած էին նաև Արևմտյան Հայաստանի Արթվին եւ Ռիզե շրջանները։ Սերգեյ Վարդանյանի գործունեությունը կշարունակե մնալ կենսական արժեք համշենահայության պատմության, մշակույթի պահպանման եւ դարացման գործին մեջ։ Հունիս 3-ին Հուսոդուն բարեգործական կենտրոնին մեջ տեղի ունեցավ աշխարհը Արցախի երեխաներուն աչքերով խորագրով միջոցառումը երեխաներու իրավունքներու միջազգային օրվան նվիրված։ Ծրագրին մասնակցած են մոտ 150 երեխա Արցախեն եւ Սուրիայեն քաղտած ընտանիքներ։ Անոնք անցած են արվեստի, երգի, բարի եւ ցերագործության դասընթացներ։ Միջոցառման ընթացքին մանուկները ներկայացուցին իրենց ստեղծագործությունները։ Ավարտին իրենց երախտագիտությունը հայտնեցին կենտրոնին տված ջերմ վերաբերմունքին եւ խնամքին համար։
Գեղարդ հիմնադրամը պաշտոնական փողոք ներկայացուցած է Ռուսաստանի Դաշնության Դոմսկի Պետական համալսարանի ղեկավարին եւ համալսարանի գիտական ամսագրերուն վերջիններուս կողմէ հրաբարակված հակահայկական փոխանցագության նյութերուն կապակցությամբ։ Թիմումին մեջ հիմնադրամը նշած է, թե այս հրաբարակումները կխեղաթյուրեն պատմական իրողությունները։ Օրինակ, Երևան անվան տեղը օգտագործված է Իրևան, իսկ հայկական մշակույթի դարեր, ինչպես լավաշը եւ կոչարին, ներկայացված են որպես ադրբեջանական ժառանգություն, հակառակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական դեղեցություններուն։ Գեղարդ հիմնադրամը հույս հայտնած է, որ համալսարանը կվերանայի իր գիտական չափանիշները եւ պիտի ապահովե անկողմնակալություն։ Հակառակ բարակային հիմնադրամը հայտնած է, որ կհրաժարի համագործակցութենեն եւ կդիմե միջազգային կառույցներու պահանջելով անկախ փորձաքննություն։ Հայաստան համահայկական հիմնադրամը միացել է Ձնաձեմ Արցախ կրթական ծրագրին, աջակցելով Արցախեն տեղահանված պատանի երաժիշտներու կրթության եւ զարգացումին։ Ծրագիրը կվարե Արվեստ 23 հասարակական կազմակերպությունը, որ կառաջարկե մասնագիտական եւ լեզվական դասընթացներ, մշակութային այցելություններ, համերգներ եւ նյութական աջակցություն։ Այս համագործակցությունը կնպաստի երիտասարդներու ապագայի կառուցման եւ արցախյան մշակույթի պահպանման գործին։ Այսօր հայ առաքելական եկեղեցու պաշտպանությունը ոչ միայն հավատքի, այլ նաև ազգային ինքնության, պատմության եւ պետականության պահպանում է։ Քոյամարտի վերջին սահմանը հոգևոր սահմանն է, ուստի պետք է ամրապնդել։ Հայկ Ասադրյան գսեր. պետք չէ բարեգենտան եկեղեցի, պետք է մարտական հավատք։ Իսկ Ռաֆին նշած էր, որ ճիշտ ազգայնականը շինարար է փեգորները հավաքող եւ տաճար կառուցող։ Մեր պայքարը թերևս անդեսանելի է, բայց շատ կարեւոր։ Եկեղեցին, ինչպես Արարատ լերն է, պետք է գանքուն մնա որպես պատնեշ վտանգներու դիմաց։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախադեсած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։